իշխանությունների, Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Վազգեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի շնորհիվ ա եղել ու նախկին բոլոր իշխանությունների ու հանրապետական կուսակցության, որ ձեր Նիկոլը գնում էր տրնգի էր ապարում Շուշիում։ Բա որ այդքան վատ էր այդ երկու հայկական պետությունը։ Շուշիում ինագուրացիա խեր անում։ Շուշիում խեր տրնգի ապարում։ Զզվին թողի նախկինը երատոն ա տվել հայ ժողովրդին, երատոն։ Իսկ դուք մենակ ողջ, սուկ ու հիշատակի օրեր։ Նախկին իշխանությունները հաղթանակ են բերել, դուք հիշատակի օրեր։ Այդ այսօր դա ցինիզմը, այսօր այդ նահատակներն ու զորերը ձեր խղճին են։ Զզվին թողի նախկինը 1000 բանում կարան քննադատեն։ Բայց ազգային շահը նախկինի ժամանակ Հայաստանի սահմանների չափը նայկու հմիկվա։ Նախկինի ժամանակ 150,000 հայ Արցախից բռնագաղթվել է Հայաստան։ Նախկինի ժամանակ Ալիևը Արցախի դերոշը ոտի տակ էր տալի Բաքվում։ Նախկինի ժամանակ Հայաստանի որևիցե ղեկավար գնում էր Էրդողանի գիրքը դնում էր դոշին։ Հասկացանք, իրանք ասում են, իրանք կարող շատ բան ասեն։ Այն նեո բոլշևիկներն 21 թվականին Նեժդեհին էին անուն դնում։ Հիմա դրանց գերեզմանին վրա թքում են Նեժդեհին երկրպագում։ Ինչի մասին է խոսքը։ Ինչն է ինչ է համեմատում։ Գիտեմ, նախկինը երատոններ, ներկան պարտությունը։ Իրանք խոսում են։ Նենց է խոսում են, արա, յանում դուք Ալիևի առաջ ծնկ եկած չեք։ Իրանք Ալիևից եւ Էրդողանից վախում են, դրա համար խելոք իրանց բոլոր հրահանգները կատարում են։ Եվ նույն վախը սերմանում են հայ ժողովրդի մեջ։ Նախկինը 88-ից 18 թվականը հայ ժողովրդի ոսկե դարն ա եղել։ Ազգային զարթոնք ա եղել։ Գործը հասել է նրան, որ նախկինն ինչ է, նախկինը հաղթանակ չի։ Հաղթանակ չի, Շուշիի ազատագրումը չի։ Հայաստանի իշխան տարածքը չի։ Այդ որ նախկինն այդքան վատ է, ուզում ասեմ, յանում ռուսների հետ օղորմաս պապաս է գնում ասում, Վլադիմիր Վլադիմիրովիչ սպասիբը։ Կա Վլադիվաստոկում Պուտինին հենց է նայ ոնց որ բանը Զևսին։ Ախր չափ ունեցեք, արա հասկացանք։ Հասկացանք։ Հերիք բոլոր այս ազգին էլ գժի տեղ դնեք, մեզ էլ գժի տեղ դնեք։ Ես չեմ ասում նախկինը լիքը սխալներ ա ունեցել, մեղքեր ա ունեցել։ Միգուցե նաև դրա պատճառով 18 թվականին հայ ժողովուրդը դուրս եկել փողոց։